Հայրս բանակում էր, և երբ ես դարատաս, նրան ուղարկեցին Վիետնամ մասնակցելու պատերազմին։ Այն ժամանակ, երբ նա հեռու էր, մայրս մտքի անկում ունեցավ։ Ուրբաթ օր էր, նա գնաց աշխատանքի և հետ չեկավ, և մենք մենակ մնացինք մոտավորապես 3 շաբաթ։ Մենք ուտում էինք ամեն ինչ, որ կարող էինք գտնել տան մեջ, ամեն ուտելու բան։ Կային բաներ, որոնք նույնիսկ մտքով ոչ մեկի չեն անցնի, որ կարելի էր ուտել։ Մենք միշտ վախեցած էինք նրան ինչ-որ խնդրի առաջ դնելուց, և նա ուղղակի մեզ ասաց, որ չպատմենք ոչ մեկին։ Երբ մայրս ետ եկավ, ասաց, որ հաստատ չէր հիշում, թե ինչ էր արել։ Բայց նա գնացել էր հորս մոտ և աղաչում էր, որ հոգեբան տեսներ, և նա նրան ասաց, որ ամոթ կլիներ ընտանիքի համար դա։ Ծնողներս բաժանվեցին, մենք ապրում էինք հորս հետ։ Դա տարօրինակ էր, կարծես թե ապրում էինք օտար մարդու հետ։ Շատ բարդ էին իմ պատանի տարիները։ Ես սկսեցի օգտագործել թմրանյութ, և ես ու հայրս սկսեցինք իջել։ Մենք վիճում էինք անդադար։ Եվ դրանց մեծ մասը, Աստված օրհնի նրան, նրա մասին էր, որ չէր ուզում, որ ես ժամանակ անցկացնեմ իմ ընկերների հետ, որովհետև նա գիտեր, որ նրանք վատ ազդեցություն ունեին իմ վրա։ Բայց իմ աչքերում նրանք միակ մարդիկ էին, ովքեր ինձ ընդունել էին և սիրում։ Ինչի համար ես ինձ հեռու բամ դրանցից։ Ես 13 տարի հորս հետ չխոսեցի։ Ես նրա հետ չխոսեցի, նրան նամակ չգրեցի, նրան չզանգեցի, ոչ մի բան չարեցի։ Կյանքը սիրոք սկսեց գլորվել անդունդը։ Ես տեղափոխվեցի Սան Ֆրանցիսկո և սկսեցի օգտագործել կոկային և անցա մեթամֆետամինի։ Շքամությունը ներելու ուրիշներին, կարծում եմ, այն է, ինչ առաջացնում էր իմ կախվածության վարքագիծը։ Սա երբ քայլ 8-ը կիրառվում է, ես նստեցի ու սկսեցի ցուցագրել նրանց, ովքեր ես կարծում էի վիրավորել էին ինձ։ Եվ դա շատ երկար ցուցակ էր։ Բայց իմ ուղեղի խորքերում ես գիտեի, որ գլխավոր խնդիրը իմ և իմ հոր միջև էր։ Ես չգիտեի, թե ինչպես դա լուծել։ Այս ամենից մի շաբաթ հետո հանկարծակի ինձ զանգեց հայրս 13 տարի անց։ Այդ պահին իմ ուղեղն ու սիրտը բավական բացվել էին, որ կարողանայի ներել նրան և անկեղծ ներողություն խնդրել նրա հանդեպ իմ պահվածքի համար։ Շատ հաճելի մի վերամիավորում ունեցանք։ Երբ նա պատմում էր իր կյանքի մասին, ես հանկարծակի զգում էի, որ նա փոքր տղայի նմաներով գցվել էր աշխարհում ու շատ սեր ու կարեկցանքի կարիք ունի։ Երբ ես սկսեցի նրան պատմել իմ մարտահրավերների մասին ու պատմել նրան, թե ինչպես էր իմ կյանքն անցած 13 տարին, նա սկսեց լացնել։ Եվ նա իր ձեռքը մոտեցրեց ինձ ու բռնեց ձեռքս սեղանի վրա, երբ մենք ռեստորանում էինք։ Նա ասաց, որ ցավակցում է ինձ, որ դրա միջով եմ անցել։ Եվ ես գիտեմ, որ դա իր ձևն էր ասելու, որ նա ինձ ներել է։ Սիրտս բացվեց սիրով և կարեկցանքով նրանց համար և ներողությամբ, որը ես երբեք չէի հասկացել անցյալում։ Կարծես թե թույնը թափվում էր իմ մարմնից, իմ ուղեղից ու սրտից։ Ու դա զարմանալի էր, դա ինձ ազատեց։